Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր մարտի 2։ Բայց դու երբ որ ողորմություն անես, թող չիմանա քո ձախ ձեռքը, թե ինչ է գործում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանի քեզ։ Մատթեոս 6:3-4 խոսքեր։ Այս խոստումը նրանց համար չէ, ովքեր աղքատներին ողորմություն են տալիս, որպեսզի մարդկանց առաջ տեսանելի լինեն։ Նրանք անմիջապես ստանում են իրենց վարձատրությունը և չեն կարող ակնկալել կրկնակի պարգևատրումը։ Եկեք թաքցնենք մեր բարեգործությունը։ Այո, եկեք թաքցնենք այն նույնիսկ մեզանից։ Եկեք այնքան հաճախ և այնքան շատ տանք, որ դա սովորություն դառնա, որ նույնիսկ չնկատենք, որ օգնել ենք աղքատներին, ինչպես որ չենք նկատում, որ կերել ենք մեր սովորական կերակուրը։ Եկեք ողորմություն տանք, առանց մեզ շշնջալու, թե որքան առատաձեռն եմ ես։ Եկեք չփորձենք այսպես պարգևատրել ինքներս մեզ։ Եկեք այս հարցը թողնենք Աստծուն, որը երբեք չի մոռանում տեսնել, գրանցել և պարգևատրել։ Երանելի է այն մարդը, ով գաղտնի ողորմություն է անում։ Նա առանձնահատուկ ուրախություն է գտնում իր անտեսանելի բարի գործերում։ Սա հաց է, որը երբ գաղտնի ես ուտում, ավելի քաղցր է, քան թագավորների խնջույքները։ Ինչպես կարող եմ այսօր համտեսել այդ հաճելի շքեղությունը։ Թույլ տվեք վայելել քնքշության և հոգու հեղեղի իսկական խնջույքը։ Այստեղ և ապագայում Տերն ինքը անձամբ կհոգա գաղտնի ողորմություն տվողի վարձատրության մասին։ Սա տեղի կունենա իր սեփական հայեցողությամբ, իր ժամանակին, և նա կընտրի լավագույնը։ Այս խոստման իմաստը պարզ կդառնա միայն հավերժության մեջ։